սեղանի վրա շատ մեծ խաղադրույք է դրված, խաղադրույք, որը չի սահմանափակվում անձամբ կաթողիկոսի դերակատարմամբ։ Կաթողիկոսը այս երկրում ներկայացնում է Ռուսաստանի շահերը։ Նա իրենց շահերի, հա, այսպես ասեմ, հաղորդողն է, աշխատում է որպես այդ որակները ունի։ Եվ կան նաև այլ խնդիրներ, ես հիմա չեմ ուզում շատ խոսեմ այդ մասին, որովհետև ապացույցներ չունեմ, բայց երբ որ կաթողիկոսը հեռանա, շատ բան կարող է բացահայտվել, շատ նոր բաներ ենք իմանալու, որոնց մասին չգիտենք այս պահին, եւ դրա համար Գարեգին երկրորդը հնարավորինս երկար է փորձելու մնա իշխանության։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում կաթողիկոսի գնալու գինը ավելի ծանր է, ավելի մեծ գին պիտի վճարի գնալով։ Դրա համար է հիմա, ինչպես դուք ասացիք, ժամանակ շահում։ Դե գիտեք, իշխանությունից sense մի հատ բան կա, հա, ճշմարտություն կա, որևէ մեկը իշխանությունից երբեք կամավոր չի հրաժարվում։ Իսկ սա իշխանություն է, սա միապետություն է, մեր եկեղեցին միապետություն է, որտեղ կաթողիկոսը միապետ է։ Որոշումները ընդունվում են միայն նրա կողմից, ինքը չի ուզում իշխանությունից հրաժարվի։ Դա գլխավոր պատճառն է։ Եվ երկրորդը, այո, գինը կարող է շատ բարձր լինել։ Շատ բան գիտեք, շատ բան չգիտենք։ Չգիտենք ինչ հետևանքներ կարող է դա ունենալ, ինչ գործարքների արդյունքում է նա դարձել այդ միապետը։